Բարև սիրելի բարեկամներ, առավոտի տաղավարում է Հայաքվե միավորման վարչության անդամ Հրայր Կամեդատյանը, շնորհակալություն Հրայր։ Համաձայն։ Մենք այսօր խոսելու ենք սոցիալական, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին։ Համաձայն եք, որ նախընտրական շրջանում ամենաարդիական թեման է, ասենք թրիփը կամ, չգիտեմ, հապկը սովորական մարդկանց այդքան էլ չի հետաքրում, որքան հետաքրում է իրենց աշխատավարձը, իրենց թոշակը եւ այլն։ Ընդհանրապես իհարկե դժվար է սխալ է մարդկանց բաժանել, սոցիումը բաժանել ինչ-որ էլիտաների կամ եթե ոչ էլիտաների, բայց պետք է արձանագրենք, որ մարդկանց գալի մասն հետաքրքրում է կոնկրետ իրենց տնային տնտեսության վիճակը, եկամուտները, ծախսերը, իսկ քաղաքական, էլ չեմ ասում, բարդ հանգույցները, քաղաքական հասկանալ համար մարդիկ ներկա ժամանակներում ոչ ցանկություն ունեն ինչ-որ առանձնակի հետաքրքրվելու։ Դրանից բացի փաստաթղթերից գալի մասը, փաստաթղթերում արկա խորամանկ ձևակերպումները, հետադենք հավելվածների լինելու փաստը, բայց բացակայություն ուսումնասիրության հետ կապված, սրանք մարդկանց պարզապես զրկել են քաղաքական թեմաներով իրապես հետաքրքրվելու եւ մեթոդոլոգիական որոշակի իրենց համար գոնե եզրակացություններ կատարելու այդ հնարավորությունից։ Բայց պետք է ասեմ, որ մենք օրինակ թոշակների հետ կապված մեր արշավը երբ որ իրականացել ենք նոյեմբեր ամսից սկսած, մենք շփվել ենք հավանաբար կոպիտ հաշվարկով մի 200,000 մարդու հետ։ Այս 200,000 մարդու մեջ զարմանալի բան ասեմ, բայց հեռավոր շրջաներում կային սթափ դատող, հստակ տեղեկացված, ընդհանրապես իրենց տնտեսության, երկրի մեջ, երկրի բախտի մեջ, սոցիումի մեջ իրենց տեղի պատկերացմամբ օժտված մարդիկ։ Եվ ինչու՞ չէ, հայտնում են բավականին տրամաբանված կարծիք, բերում են իրենց մտահոգությունները եւ կարծում եմ բաժանել այնուամենայնիվ իմացողների, չիմացողների, դա թեմային մոտիկ կանգնածների կամ ոչ այնքան, կարծում եմ դա ժամանակի հարց է եւ հաշվի առնելով ներկա հնարավորությունները մեդիայի, չէ, կարծում եմ գնալով մանավանդ երիտասարդությունը, որը թվում է թե հակված չէ լինելու գոնե տնտեսական հոգսերի հետ կապված հարցը, բայց երիտասարդությունը ընթացքում աճում է, հասարակության մեջ իր տեղը գտնում է եւ կարծում եմ նրանք իրենց խոսքը դեռևս կասեն, ինչպես մենք ասացինք, ընդհանրենք մեր երիտասարդության ավարտին։ Որ ասեցիք խորամանկ փաստաթղթերը, խորամանկ ձևակերպումները, գիտեք ինչ հիշեցրեց ինձ, որ բանկում ձեզ դեմ են տալիս փաստաթուղթ, հա, որ ստորագրեք, կարող է մարդը կարդա առաջին կետերը, բայց այնտեղ մանր շրիֆտով գրած է ինչ-որ մի բան, որով ձեզ կարան խաբեն, այդպեսի բան կա, չէ՞։ Պարոն Աբրահամյան, ես բանկային համակարգում աշխատել եմ, ղեկավար աշխատանքում եմ եղել, եւ ես ասեմ, որ ներկա բանկը 20 տարի առաջվա բանկից հեռու է եւ կոնցեպտուալ իմաստով, եւ առօրյա աշխատանքի իմաստով, էլ չեմ ասում հաճախորդների հետ փոխհարաբերությունների ծիրի մեջ։ Հիմա բանկերը մանավանդ վերջին 2-3 տարվա ընթացքում ստացել են ֆանտաստիկ գերշահույթներ։ Ռուս-ուկրաինական բախումը բանկերին դրան հնարավորություն տվեց, որպեսզի սակագնային իրենց պլանը գոնե 2.5-ից մինչև 5 անգամ նույնիսկ առանձին սակագնային միջոցառումներին 10 անգամ ավելացնել։ Բայց պետք է խոստովանենք, որ կան օբյեկտիվ պատճառներ, միևնույն ժամանակ բանկերում, քանի որ բանկային համակարգում ձևավորվել է որոշակի ռեզերվացիա, ժողովրդի լեզվով չափառած տարածք։ Այս չափառած տարածքում այդ հայկական 18 բանկերը անփոփոխ քանակով շարունակում են իրենց ոչ թե աշխատանքները բանկային ծառայություն մատեցելու, այլ խիստ վաշխառոյական գործողությունները։ Այս խիստ վաշխառոյական գործողությունների համար գործիք է հանդիսանում ձեր հիշատակած այդ մանր տառերով շրიფտներով գրած, որ պայմանագրի հիմնական էությունը հենց այդտեղ է ամբարված։ Հիմա կոնկրետ 24-25 թվականներին հայկական բանկերը այդ տարիներին ստացան համապատասխանաբար 1 միլիարդի չափ եւ 25 թվականին
1 միլիարդ 100 միլիոնի չափ շահույթ նման բան երբեք չի եղել։ Նման բան երբեք չի եղել դոլար տարեկան։ Եվ այստեղ լուրջ անելիք կա եւ այդ լուրջ անելիքի անելիքը արդեն տեղորոշված է։ Խնդիրը նա է, որ պետությունը գերշահույթները պետք է պարզապես նեյտրալացնի։ Այսինքն գերշահույթների առաջացման պարագայում այդ գերշահույթները լրացուցիչ հարկման է ենթարկվել, որովհետև կա քամու բերած, այսպես ասած տերմին, որը գերշահույթներին է վերաբերում եւ այն տարիներին, երբ կլինի գերշահույթ, այդ նշանակալի գերշահույթ, պետությունը անպայման պետք է դա չեզոքացնի եւ այդ չեզոքացված միջոցները պետք է ուղղակի սոցիալական ծրագրեր իրականացման։ Ինչպես ենք մենք հասկանում, այսինքն պետությունը հասկանում, քամու բերածա թե քամու բերած չի, որովհետեւ ենթադրենք IT ընկերություն, չէ՞, ինչ որ մի իննովացիա է անում Bill Gates-ը, հա, որը տասնապատկում է նրա եկամուտները։ Դրանից չենք հարկում, չէ՞։ Դրանից չենք հարկում, բայց այստեղ դուք բերում եք օրինակներ, որոնք կոնցեպտուալ իմաստով իրար հետ կապ չունեն, որովհետև մասնավոր ձեռնարկատիրությունը բանկային համակարգ չէ։ Եթե բանկերն են մասնավոր, չէ՞։ No, սպասեք։ Բանկերը ունեն լիցենզավորման կանոնակարգ։ Բանկերի լիցենզավորման կանոնակարգը, որտեղ կարելի ասել ամեն ինչ դարակարգ, այսպես ասած, մշակված է, դրա հետ կապված աշխատանքների շարունակություն, ալգորիթմը կա։ Բանկային համակարգի գերշահույթը ձեր բերած օրինակի, որովհետեւ տնտեսվարու գերշահույթի հետ համատելը սխալ է։ Որովհետեւ այդ նույն տնտեսությունը կարող է եւ ստանում է, եթե իր ստարտափի կոնկրետ ձեր բերած օրինակով, որը հայտնագործության, ինովացիոն միջավայրի նոր մի բաղադրի ստեղծելու իր երջանկություն ունի, այսպես ասած իրենց ուղեղի համապատասխան չէ, սա ստանում է մրցակցային միջավայրում, երբ իր հետ հավասար տասնյակ հազարավոր, այսպես ասած, տնտեսվարողներ կարող են նույն թեմայի շուրջ ունենալ հետազոտություններ, հայտնագործություններ եւ հաջողված աշխատանք։ Բանկային համակարգում պատկեր այլ է։ Ասում եք 18 հատ է, իրար չեք մրցում։ Մի րոպե։ Բանկային համակարգի 18 հատը, որ պահվում է արդեն մոտավորապես 20 տարի, սա նշանակում է, որ այստեղ կա կարտելային համաձայնություն։ Հիմա պատտվեք, որը բանկային ծառայության շուրջը փորձեք ինֆորմացիա, տեղեկատվություն հավաքել հայկական բանկերից վստահեցնում եմ 18 բանկում ձեզ կառաջադրեն նույն պայմանը։ Բացարձակ նույն պայմանը բանկերը այս մանավանդ հայկական իրականության մեջ դարձել են պետության կողմից հստակ լոբինգ, այսպես իրականացնող գործարքի մի մասը։ Հեռու գնալ պետք չէ, բանկային համակարգից դեպի կառավարություն, այսպես ուղեգրվել է մի անձնավորություն, փոխվարչապետը, չէ։ Հիմա ուղեգրվել է աշխատում է մարդը, բան չունեք ասել։ Մեկուսը լավ է աշխատում, չնայած գնահատականները որպես կանոն պաշտոն լքելուց հետո են իրական գնահատականները առաջանում։ Բայց նայեք, որ կառավարությանը ֆինանսավորում են բանկերը, ընդ որում ֆինանսավորում է կառավարության այդ ամբողջ պորտֆելի մեջ պարտքային պետությունը, երբ որ գումար է ցանկանում ունենալ օգտագործել համար, նա արտատոմսերի շուկա կա հայկական ներքին եւ այստեղ բավականին բարձր տոկոսով բանկերին պարտք է նվեր տալիս։ Բանկերը ոչինչ չանելով արդեն 12-13%-անոց, այսպես ասած, պորտֆելներ են ձևավորել պետական պարտքի։ Եվ ես ասում, որ ամենամեծ տեսակարար կշիռը այս իմաստով ունի այդ փոխվարչապետի նախկին աշխատավայր հանդիսացող Արշին բանկը, որտեղ նա տնօրեն էր։ Թոշակները 10,000 դրամով բարձրացան։ Հիմա դրա համար բյուջեից միլիարդավոր դրամներ պետք է գնան։ Մոտ 80 միլիարդ։ Հա։ Թոշակառոնները երջանիկ են, թե չէ։ Ну, երջանկության պատկերացումները կարծում եմ պետք չէ ընդհանրենք 10,000 դրամ ունենալու կամ չունենալու հետ կապել։ Խնդիրը նայեք ինչպես դասավորվեց։ Թոշակները բարդացման ամբողջ արշավը մենք ենք սկսել։ Հայակվի ազգային միավորումը։ Նոյեմբեր ամսից սկսած մենք սկսեցինք իրականացնել հիրավի այս մեդիա ճակատամարտ։ Ամեն օր մենք
թողարկել ենք նյութեր, գնացել ենք հանդիպել ենք մարդկանց հետ, արել ենք անշ վերլուծությունները եւ կառավարության որոշ անդամներ սարսափում էին մեր մասին պարզապես որևէ ակնար կա որևէ բան լսելուց, որովհետեւ մենք հստակ առաջադրում ենք, ասում ենք բյուջեում հնարավորություն կա, մենք տնտեսագիտորեն նաև բյուջետային պլանավորման տեսանկյունից այս ամեն ինչը ապացուցում ենք գումար որտեղից կարելի է բերել, գումարը ինչից է առաջանալու, ոնց է լինելու, մի խոսքով ամբողջ ճանապարհը մենք գծում ենք, որովհետև նախ այդ բնակավարում աշխատել ենք, երկրորդ թիմը, որ հավաքել ենք, ուներ եւ սոցիալական աշխատողի հաջողված փորձ, ուներ տնտեսագետների, ֆինանսիստների, բյուջետային պլանավորման եւ ընդհանրապես մարդկանց փոխհարաբերության, այսպես հաջողված փորձ։ Բանը հասա նույնիսկ այնտեղ, որ Արսեն Թորոսյանն անով մի բան կա, մի նախարար կա։ Սա նույնիսկ ավտոմեքենայի մեջ, այդ իր սալը, որտեղ անտա սրտիկներ է անում, ես ինչ էր անում, զբաղվում եմ մի խոսքով մարդը, այստեղից մեզ մեղադրում է, բա դուք մոլդովական սցենար եք անում։ Ինչ առումով։ Բիլբորդեր էին կախել Գյումրի քաղաքում, մի 6-7 տեղ։ Ժողովուրդը հարաճուն հետաքրքրություններ, մարդիկ հարցը բարձրացնում են, գնում ենք հանդիպում ենք, դալիճային հանդիպումներ, փողոցային հանդիպումներ, այս 500-2000 հոգին եռում էր, որտեղ մարդիկ հասկանում, որ բյուջեն 18 թվականի համեմատ 2025 թվականին աճել է մոտավորապես 135%-ով, բայց թոշակները աճել են 11-12%-ով։ Այս ոչ թե ուրացումը, սա պարզապես սոցիումը մոռանալու, սոցիումից հեռանալու քաղաքականություն։ Հիմա ընտրություններից առաջ սոցիումից ուզածի նման եղավ թե չէ։ Ոչ։ Մենք առաջարկում էինք եւ դրա բոլոր հաշվարկները կային եւ պատրաստ էինք բանավիճել, վախենում ենք այն բանավիճի, որտեղ գիտեք ոնց է, մեզ հերքելը բավականին դժվար է։ Այսինքն ոչ թե մեզ, այլ թվերի աշխարհը։ Հիմա մենք առաջարկում ենք 50%-ով բարձրացնել թոշակները եւ յուրաքանչյուր տարի իրականացնել թոշակների ինդեքսավորում, որովհետեւ թոշակառուն ունի մի հիմնական թշնամի, աներևույթ, դա գնաճն է։ Այդ գնաճը նրանց ձեռք բերած եկամուտները մեծ մասը խժռում է։ Նա նույնիսկ չի հասկանում, չի կարող այդ թշնամուն կազմակերպիչի, ընդհանրենք այս ամիջը հորնողին գտնել նրա հետ, ընդհանրենք մտնել բողոքի մեջ կամ որովհետեւ այլ կերպի կարծիքը հայտնել եւ եկավ ընտրություններից 2 ամիս առաջ, այս մարդիկ հասկացան, որ 502,000 քաղաքացին, 500 դրանք այն վճռական ուժն են լինելու, որ այս ընտրությունների ընթացքում սլակը թեքելու են դեպի իրենց պարտություն։ Դրա համար գնացին ամեն ինչ սկսեցին խոստանալ։ Ամեն ինչ ընդ որում հետաքրքիր գիտեք որն է, որ այդ խոստումը վերջը նշանակում է ֆինանսական միջոցների հատկացում, այդ ֆինանսական միջոցները բյուջեին պետք է լինեին։ 2 օր առաջ այդ նախարարը ընդհանրապես ասում էր բյուջեում մի կոպեկ փող չկա, ամբողջ ասֆալտաշինությանն է գնացել, առողջապահությանն է գնացել, ռազմական գործին է գնացել, ընդհանրապես այս սանագացան ասում մի կոպեկ չկա։ 2 օր հետո բարձրաց 80 միլիարդ դրամի պարտավորության տակ իրենք արդեն կարող են մտնել։ Հիմա ունեն թե չունեն այդ փողը։ Սպասեք, խնդիրը հետևյալն է, որ այդ փողը կա, այսինքն բյուջեի պլանավորումը կատարվել էր ոչ թե թերի։ Բյուջեն ինքը կազմավորել էր այնպես, որ նրա մեջ կային որոշակի այսպես փոսեր, եւ այդ փոսերում կա չօգտագործվող գումարը։ Այդ զանազան ծրագրեր, պարազիտ ծրագրեր են դրանք։ Այդ զանազան պարազիտ ծրագրերից փորձեցին այդտեղ գումար հանել, բայց հունիսից հետո այդ գումարները չեն լինելու։ Հիմա ամենակարևոր հարցը նաև գիտեք որտեղ որսի այս ամբողջնած մեթոդոլոգիան ես ներկայացնեմ հետ վճարի համակարգը չէ գործում է քեշբեք կոչեցալը այս քեշբեքի գումարը բյուջեում չկա այս քեշբեքի գումարը լինելու է այսպես հրդեհաշիժման աշխատանքների պես այս ամիս վերջացավ հաջորդ ամսի համար ինչ է պետք հաջորդ ամսի մտան կառավարություն պաուստային ֆոնդից գումարը խնդրեն ես ես մի օրինակ բերեմ 2025 թվականի սեպտեմբերի վերջին քեշբեքի համար նախատեսած գումարը ամբողջովին ավարտվել է հիմա դուք տարական գիտելիքներ ունենալով կամ ցանկացած քաղաքացի չէ կարող հաշվել ասել դա 12 ամիս է չէ բազում պատկաս
cashback-ի հնարավոր է մասնակիցների քանակը, չէ, մեկ էլ ընդհանրենք միջինացված գումարը, որը արդեն ձևավորված է։ Է բազը պատմում է կարելի է այդտեղ պլանավորել, դա գյուղական ընդհանրենք մի կոլխոզի նախագահի այսպես հաշվարկ է։ Սեպտեմբերին գումարը վերջացել էր, որովհետև այս մարտիկ հավանաբար հույս են ունեցել, որ cashback ստացող քաղաքացի թոշակառուներից գալու մասը ընդհանրենք հեռանալու է երկրից, հեռանալու կամ այլ երկիր կամ մահանալու է։ Եվ հոկտեմբերի 1-ին այդ նախարարը, որ մասնով խոսում է, որ ինձ որակում էր որպես մոլդովական սցենարի համարյա դիվերսանտ, ինձ անձնապես։ Այսպես մտան բան, այդ կառավարության մտան, խնդրեցին, որպեսզի 3-4 ամսի համար մինչև դեկտեմբերի 31-ը, չէ, cashback-ի գումար տան։ Խայտարակություն ասա։ Ընդ որում մի կարևոր բան ասեմ, նայեք 18 թվականին եւ 25 թվականին այդ փողը որ ասում են վերջը փողը եթե բյուջեում կա, եթե եկամուտները աճում են, չէ, միտեղ ծախսում է, չէ, մենք կարող ենք հանրագումարները վերցնել համատեղ, ուրեմն ռեպրեսիվ ապարատի ծախսերը այս 7 տարվա ընթացքում աճել է մոտավորապես 30 միլիարդից մինչև 110 միլիարդ։ Պարզ է թե ինչի համար։ Բնականաբար, զանազան գույնի գործառույթներով զինված ինչ-որ բարեկներ, Էմանումա հանքերում բարեկներ արդեն ուղարկեն իբր թե աշխատանքի, էլ ջրային բարեք, էլ օդային բարեք, էլ բարեք, էլ ընդհանրենք մոտորացված բարեք, դրանից հետո դատարաններ։ Նախկինում կային երկու դատարան բավարար էր ամբողջ երկրում։ Հիմա հակակոռուպցիոն, առաջացիան, երկրորդացիան, ընդհանրենք վեճառաբեկ, դրանից հետո ընդհանրենք ԱԱՑ, ոստիկանություն, այն ոստիկանական գվարդիան ձեզ փեշքեր։ Այնուամենայնիվ դառնալով cashback-ին, ես թոշակառու եմ։ Շարունակում եմ ստանալ cashback եւ ապրիլի համար արդեն ստացել։ Այո։ Այսինքն ինչ որ միտեղից այդ փողը ճարվում է։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, պարոն Աբրահամյան, cashback-ը ինքը պետությունը թույլատնելու, պետության մեջ ֆինանսական անկայունություն հաստատելու լավագույն գործիքներից մեկն է։ Գիտեք ինչու՞։ Որտեւ եթե պետությունում կա հստակ ՀԴՄ թափանցիկ, այսպես հարկային ռեժիմ, չէ, բոլոր խոշոր գործարարների մոտ, հիմնականում այդ վաճառական կետերում ՀԴՄ-ները կան։ Այսինքն սա 100% թափանցիկ է։ Այդ մեկ։ Երկրորդը, երբ որ ՀԴՄ-ից զատ կա նաև tax service-ում այդ անկախի գործարքների հետ կապված փոխանցման այսպես հաշիվ ապրանքագիր գրելու հնարավորությունը 100% թափանցիկ է։ Երբ որ կա կանխիկի սահմանափակումներ, չէ, գործարքների հետ կապված, համարյա 100% սա cashback ինչ եք տալիս։ Ժողովրդին պահակ եք սարքում ֆինանսական։ Իմաստը ո՞րն է։ Իմաստը սոցիալական խաբեությունն է։ Սոցիալական խաբեությունը իհարկե ցանկացած մարդու հաճելի է, ընդհանրենք նաև պետք է տնտեսության համար որոշակի գումար պետությունից վաստակել, ասած սերունդների համերաշխության պատկերացումից նաև ելնելով։ Այսինքն եթե ես իմ թոշակը միևնույնն է քարտով եմ վճարում ամեն տեղ, ապա դրա համար ինձ խրախուսել առանձնապես պետք չի։ Վերջ։ Վերջ, եթե երկրում հաստատված է 100% թափանցիկություն, դու ինչու ես ահռելի քանակով ծախսեր կատարում, այս ամեն ինչը որոշակի տեխնիկական պարամետրերով կառուցելու համար, որոշակի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, ծրագրային սոֆտի հետ կապված, երբ որ դա թափանցիկ է, ինչ եմ պետությունը այստեղ այդ ահռելի ծախսերը որ կատարում է cashback-ի հետ կապված, ես հավատացնում եմ, որ եկող տարի այս cashback-ի հետ կապված լրացուցիչ զարգացումներ լինելու, որտեղ վերջը, եթե ամեն ինչ թափանցիկ է, դու ինչու ես մարդկանց ուղում առևտրի, իսկ իրենք խոստովանում են, որ մարդկանց ուղում են առևտրի, որտեղ իրենց ֆիսկալ հնարավորությունները չեն ներում, որպեսզի ամեն ՀԴՄ գլխի մի ընդհանուր տեսուչ կարգեն։ Մի այսպեսի հետաքրքիր խոսք կա, հարկահավաքության մասն են ասում, հարկահավաքությունը նման է սագ, այսպես ասած, սագը ընդհանրենք փետրահան անելու։ Ասում իմաստը ո՞րն է, ասում դե ասում իմաստը հետո մաքսիմում կերպով ասում փետուրը քաշես, հանես, դրան տկլորացնես մինիմում ֆշոցով։ Այնուամենայնիվ ինչ որ բան կախված է մշակույթից։
Ես պատրաստվելով այս հաղորդմանը նայեցի, որ Չինաստանում թոշակը, ուրեմն քաղաքում 3000 յուան է, այսինքն մոտ $450, իսկ գյուղում 10 անգամ ավելի քիչ, բայց նրանք գիտեն, որ իրենց կոնֆուցիական այդ փիլիսոփայության համաձայն միևնույնն է ծնողների մասին հոգ կտանեն մարդիկ։ Նու արվելքի Կոնֆուցի, Լաոզի, Սունզի, Բոդխիտ Խարմայի այդ ուսմունքները մենք ճիշտ որ ասեմ, այստեղ անելիք չունենք։ Այնպես են տարբերվում մեր պատկերացումներից։ Մեր մենտալիտետը եւ ուրիշ է, եւ պատմականորեն ձևավորված իհարկե ավանդական ընտանիքի պատկերացումներ մեր սոցիումի մեջ եղել է, միշտ կա եւ կլինի, կշարունակի մնալ։ Ինչքան է ենթադրենք տարբեր ուղղություններից փորձել այդ ամենը ենթադրենք անդառնալիորեն վնասել։ Բայց եկեք այսպես մի բան արա, այսպես մի հարց օրինակ, մեր կողքի Վրաստանը, չէ՞։ Տեսեք ինչ է անում։ Քաղաքացին ստանում է, քաղաքացի թոշակառու Վրաստանում ստանում է մոտավորապես $300, չէ՞։ Յուղերում բնակվող, լեռնային շրջաններում բնակվող վրացի թոշակառու քաղաքացին ստանում է 25% ավել։ Հակառակն էլ կա, այսինքն այստեղ խնդիրներ կան կապված ընդհանրենք աշխարհագրության հետ, ռելիեֆի հետ, կլիմայի հետ, ընդհանրենք սոցիումի մեջ ձևավորված արդեն ակնհայտ միջանձնային հարաբերությունների հետ։ Դրանից զատ այստեղ մենք ունենք գների խնդիր ունենք։ Նույն չինական ընտանիքում իրենց գոնե առերևույթ, այսպես ասած, սովամաչ լինելու գինը բավականին ցածր է։ Հայկական կամ վրացական ընտանիքներում սովամաչ լինելու եւ տնտեսությունը կառավարելու պահելու, ես նկատում եմ առողջության հետ կապված հարցերը բավականին այլ բնակավար են, այլ հարթակ է։ Մի օրինակ եմ ուզում ձեզ բերել, պարոն Աբրահամյան, ուրեմն քաղցկեղի հետ կապված դեղեր կան, եւ քաղցկեղի, եւ կատարակտի, եւ ինսուլտի հետ կապված դեղեր կան Հայաստանի Հանրապետությունում 300% ավելի թանկ են, քան Չինաստան։ Ոչ, քան Վրաստան։ Քան Վրաստան։ Հետաքրքիր պարադոքս է ստացվում, միջած ամոթալի պարադոքս է դա, որ հայկական քաղաքացին, չէ, Ալավերդու շրջանի հեռու գյուղում ընդհանրենք Շամլուխում կամ այդ մնացած այդ գյուղեր կան, ոտքով կարող է անցնել սահմանը, գնալ 100 մետր, 200 մետր անցնել սահմանը, այնտեղ ձեռք բերի իր դեղերը 3 անգամ էժան։ Սա քննելու հարց չի, իհարկե քննելու հարց է։ Ո՞վ պիտի քննի։ Քննողներից մեկը, չէ, բարձում է մայրը, մի պատասխանատու, մեկը կա, էլի, բարձում է մայրը դեղ ներկրող է խոշորագույն։ Հիմա մենք ինչից խոսենք։ Մենք խոսենք ընդհանրենք այս միջանձնային այդ Կոնֆուցիուսից, Լաոզից, ընդհանրենք բանից փոփոխությունների գրքից մի փայլուն աշխատություն է, էլի, մարտարվեստների եւ պալատական վարվեցողությանը վերաբերող։ Դրանից խոսենք, թե խոսենք հայ պաշտոնյայից, որ այդ բնակավարը պետք է համակարգի վերահսկողական լիազորություններ իրականացնի, բայց պարզվում է մայրը խոշորագույն ներկրող է։ Մենք կարող ենք նաև խոսել պաշտոնյաների ցինիզմի մասին, որովհետև Աշնանը Փաշինյանը ասում էր, դե ինչի վրա պիտի ծախսեն։ Նրանք չեն էլ հասկանում այդ 10000 դրամը, որ տամ ինչի վրա պիտի ծախսեն։ Հիմա նախընտրական կամպանիայի ժամանակ մի տարեց կնոջ ասաց, հա, հիմա 3 կիլո միս կկարողանաք առնեք։ Բավականին ցինիկ է հնչում։ Այս իմաստով մենք իրականության մեջ վախում ենք ինչ որ Մուսոլինի ռեինկարնացիայի հետ։ Իրականում ես երկուսի կենսագրությունները, չէ, մեկի դեռևս շարունակող, մեկին անփառունակ արդեն իսկ ավարտված, երբ որ ոտերից կախել է հրապարակում իր սիրուհու հետ, ուրեմն նայեք, այս երկուսն էլ համարյա այդ նույն կարգի դատողություններ են անում։ Ինչ է կանելու։ Այդ փողը ձեզ տանք ինչ է կանելու։ Ենթադրենք, այ բալամ, այդ փողը չենք տալիս է, այս մարդը վաստակել է, որտեղ այս երկրի շինարարությանը այս մարդը վաստակել է, քո կմահաճույքով չի, ինչքան պիտի տաս, ոնց տաս։ Հիմա նայեք, կա սպառողական զամբյուղը ձևավորվում է նախ ֆիզիկական ձևով, ինչ ձև, որ հաշվարկվել է առողջապահության նախարարությունը, որ մարդուն կենսագործունեության համար չմահանալու համար, ասած ասում սովից,
պետք է 20 գրամ կարակ, 10 գրամ պանիր, 50 գրամ հաց, ընդհանրենք այդ օրերով աշխատել։ Կոմունալները մեջն են թե չէ։ Ոչ։ Դա խարդախության մակարդակն է դա, խարդախության մակարդակն է։ Հիմա նայեք, ասում է անմա 75000 դրամ։ Յոք արժեքն արդյոք ընդ որում դրա ինդեքսացիայի մասին ընդհանրապես չեն խոսում։ Մարդը Հայաստանում փաստորեն տատանվում է մարդու գոյությունը, ընդհանրենք այս նվազագույն զամբյուղի շուրջը, այն մարդը չեն շփում նվազագույն զամբյուղ։ Նվազագույն զամբյուղ, այս մարդիկ, որ աշխատել են, նրանց չեն ասել դու առավելագույն աշխատի կամ նվազագույն, ասեն կաշխատես, համարժեք կստանաս, ընդհանրենք քո աշխատավարձը։ Կաշխատես, ընդհանրենք եւ կստանաս արժեքային որոշակի հատուցումներ, միաժամանակ բարոյական հատուցումներ, ցանցան գիտեք, էլի պատվոգրեր, նշաններ, իշխանանշաններ կամ ընդհանրենք Վոլգա գնելու հնարավորություններ ավտոմեքենա, էլի։ Հիմա սա ասում եմ մարդկանց, դուք ով եք։ Դուք ինչ եք իմա ոնց պետք է ծախսեք։ Այն դեպքում, երբ իր ընդհանրենք աշխատանքային փորձը, կարծում եմ հաջողված փորձ չէ այդ իմաստով, որովհետեւ բան ստեղծելու, որովհետեւ բանի ակնկալիքներ ունենալու։ Թոշակառուները ես ձեզ մի բան պատմեմ, գնացել էին գյուղերից մեկը, կանայք կային, բավական աշխուժ մի 4-5 հոգի, մի 60 հոգի կիներ եկել։ Այս կանացից մեկը տեսավ շատ աշխուժ է, ծիծաղում է բան անում։ Ես իրանց հետ խոսակցության բռնվեցի, այս կինին ասում եմ լավ, դուք այդ մի կերպ, այդ նվազագույն զամբյուղ բան հասկացանք, հա, այդ անդեկանում տեղ կանայք չեք ընդհանրենք բան անում, ստեղծում, բեջարում էլի ժողովրդի լեզվով ասած, աճեցնում։ Միտեղ էս բան, ասի բայց շոր օրինակ, շոր հագուստ։ Երբ եք գնել վերջի անգամ։ Իմիջիալ հարցի համար հիմք հանդիսացավ այն պատկերը, որ տեսավ բոլորը նույն շորից ոնց որ հագածել են։ Այս կինը ասում է, տղա ջան, ասում է, մեկին շոր առնել, ասում է, մեկ սպասում եք, որ մեզանից մեկն եք մահանա, այդ դրա շորը տան, որ մնացածը հագնեն։ Հիմա եկեք այդ մարդկանց ասենք 10000 դրամը շատ է։ Դառնալով բանկերին, հա, մասնավոր կազմակերպություններ են, չէ՞։ Այո։ Մենք պետությունը չի կարող ասի, այս տոկոսով տվեք, այս տոկոսով մի տվեք, չի կարող ստիպել։ Ոչ, մեխանիզմը ո՞րն է։ Մեխանիզմը բանկերը կրում են սոցիալական պատասխանատվություն։ Սոցիալական արդարության ընդհանուր համակարգի մեջ բանկային համակարգը ծովահեններ չեն ֆինանսական, որ ինչ ուզեն անեն։ Դրա համար կան կանոնակարգեր, այդ կանոնակարգերը բավականին բարդ են, որովհետև բանկային գործունեության ամբողջ սպեկտրը, գործառույթների ամբողջ հանգույցը հատիկ այդտեղ ներկայացված է եւ նրա կառավարման, կարգավորման, վերահսկողության բոլոր այս ֆունկցիոնալ, ընդհանրենք եւ պարտականություններ, եւ պարտավորություններ, եւ իրավունքներ այդտեղ հստակ գրածված են։ Խնդիրը հետեւյալն է. պետությունը, չէ, պետությունը ինչ է անում։ Պետությունը քաղաքացուն պահում է մի կերպ, ասենց ասեմ։ Քաղաքացին տուն է ձեռք բերում, երեխա է ընդհանրենք ունենում, երեխային աճեցնում է, երեխան գնում է ընդհանրենք սահմանը պահում է, չէ՞, կամ միգուցե սահմանում չի աշխատում, պետական որևէ ծառայության մեջ աշխատում է, երկրի անվտանգ տնտեսվարման հնարավորությունը ստեղծում են քաղաքացիները, սահմանի վրա իրենց մնացած, օրինակ տրանսպորտում աշխատողները մնաց, բանկերը ինչու պետք է ստանան գերշահույթներ եւ այդ գերշահույթներից նույն քաղաքացիների եւ այդ քաղաքացիների սոցիալական պետության հետ, այսպես ասած, չկիսվեն, կոպիտ ասեմ։ Խնդիրը այլտեղ է։ Մենք չենք ասում, որ բանկերը այն կարգի բանկերի ձեռից եկամուտը վերցնեն, որ բանկերում աշխատելու ընդհանրենք մոտիվը պարզապես բացակայ։ Ոչ։ Կան գերշահույթներ, գերշահույթի այսպես վերլուծությունը եւ նրա տեղորոշումը պետք է մենք տանենք դեպի ուր։ Պետք է տանենք դեպի բանկերի կանոնադրական կապիտալ, բանկերի ընդհանուր կապիտալ, եթե մի բանկ ավելի հասարակ ասեմ ժողովուրդը որ հասկանա, եթե մի բանկ $100 միլիոն կանոնադրական կապիտալ ունի, ինքը $1 միլիարդ եկամուտ ստանալու պարագայում ես համարում եմ, որ առնվազն 200 միլիոնից սկսած մնացածը պետք է հարկվի գոնե
80-ից 90%-ով։ Հետաքրքիր է, որ մեր իշխանությունները իրենց սուպեր Եվրոպամետ են պատկերացնում, բայց չեն ուսումնասիրել Գերմանիայի, սկանդինավյան երկրների փորձը, որտեղ իրական սոցիալիզմի երկրները։ Այո, որտեղ այդ ամենը արվում է, արդեն մշակված է վաղուց, այո։ Ես մի օրինակ եմ ուզում ձեզ բերել, պարոն Աբրահամյան, Արցախի քարտի մասնակ, քան որ դու եվրոպական այդ մշակույթի եւ ֆինանսական եւ քաղաքացի պետություն հարաբերության մասին օրինակը բերեցիք, ուրեմն սկանդինավյան մի քանի երկրներ, Գերմանիայում, ձեր հիշատակած, կա Արցախի քարտ, դա ինչ է տալիս քաղաքացուն։ Արցախ հատուկ են անունը դրել, որ սպիտակի հետ կապված, ծերության հետ կապված եւ ապահովության եւ մտքի բարձրության եւ բարության հետ կապված սպիտակ գույնը, կապույտ գույնը, այդ հիմնական դրանք են տեղորոշում։ Հիմա նայեք, այստեղ այդ քաղաքացիները ովքեր ստանում են Արցախի քարտը, Արցախի քարտ ստացողը հնարավորություն ստանում արդեն իսկ գործող զեղչային համակարգերից զատ մոտավորապես 15%-ով ստանալ լրացուցիչ զեղչ դեղատներում։ Կուլտուրական մշակութային օջախներ այցելության ժամանակ նորից 15-ից 20%։ Թանգարանների այցելություն, տրանսպորտի ծառայություն օգտվելու այդ Արցախի քարտը բացի նա որ նա արդեն ունի զեղչեր, ունի հնարավորություններ պետության հետ այսպես համագործակցելու եւ երջանկության իր փոքր մասնաբաժին ունենալու, դա հենց կա Արցախի քարտ։ Հիմա այս Արցախի քարտի հետ կապված մենք պատրաստել ենք այդ ծրագիրը պատրաստ մենք ունենք։ Այո, միջալուց ես դες ասեմ վերջին օրերին քննարկում ենք մոտակա ընտրությունների մեր մասնակցության հետ կապված խնդիրներ, որոշակի քարոզչական խնդիրներ եւ արշավներ։ Մենք դրանք տեղորոշում ենք, դրանց բնութագրում ենք որպես արշավ։ Նպատակ, մասնակցությունից հետո արդյունքների գնահատում եւ հետագա աշխատանքների մեջ դրա ընդհանրենք բանը ինտեգրում։ Հիմա այդ ունենք օրինակ շատ կարևոր մի արշավ ունենք, շուտով դա ենք սկսելու, պրոթեզավորման արշավն է։ 250,000 քաղաքացի Հայաստանի Հանրապետություն ատամնաշար չունի։ Բայց պարզապես ատամնաշար չունի։ Ատամնաշարը միայն գեղագիտական նպատակներով չենք այդ հարցին անդրադարձ, որտեղ ատամնաշար չունեցող քաղաքացին նա չի կարող կերակուրը մանրել։ Առողջության խնդիր։ Առողջության խնդիրը եւ աղստամոքսային, գաստրիտային բազմաթիվ հիվանդություններ են առաջանում եւ պետությունը, որը առողջության այս ընդհանուր ապահովագրությունը պարտադիր ցանկում ստոմատոլոգիան բացակայում է ամբողջովին, բայց պետությունը ունի գաստրիտ, ընդհանրենք աղստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման պարտավորություն 65+-երի։ Մենք հիմա այդ 250,000 քաղաքացու հետ մտնելու ենք կոնտակտի մեջ, արդեն մտել ենք։ Քաղաքացիները բնականաբար ինչ են ուզելու։ Քաղաքացիները ասում են՝ ապրեք, ստեղծեք։ Հիմա այս գումարը որտեղից։ Ցանկացած պետական պաշտոնյակ ասի գումար չկա, նույն ձևի ասֆալտ են կարել, էս են կարել, են կարել, դրա փողը չկա։ Դրա փողը կա, մենք հաշվել ենք արդեն։ Այդ որ 4-ը այսպես պերիոդիկայով անելու դեպքում 4 տարվա ընթացքում տարեկան 6.5-7 միլիարդ խնդիր են ընդամենը։ Շատ այդ գումարը թե քիչ, եթե ես ձեզ օրինակ բերեմ, վերջի մի շաբաթ առաջ, 10 օր առաջ որոշեցին, որ 25 թվականի երկրորդ կիսամյակի հետ կապված պարգևներ են բաժանելու 4.5 միլիարդ դրամ։ Այդ իրենց պարգևավճարները։ Իրենց նոր պարգևավճարներ, ընդ որում խարդախության եւ ցինիզմի գագաթնակետը գիտեք որտեղ է, որ ինչի ասեմ, այս իշխանությունները հներից նախին կոչեցած տալու որ սրանք խարդախ խորամանկ ցինիկությամբ են զբաղված։ Տեսան, որ նախկին պարգևավճարների բաժանում էին 3.5 միլիարդը աղմուկ բարձրացած, հիմա որոշել են այդ գումարը ամսի-ամիս են բաժանելու, որպեսզի քաղաքացիները չիմանան դրա մասին։ Հիմա հաջորդ արշավը, այդ պրոթեզավորումից հետո հաջորդ արշավը բարձրագույն կրթությունը բացարձակապես անվճար սարքելն է։ Բացարձակապես։ Նույն Գերմանիայում այդպես։ Այո, 33 հաշվարկներ ունենք։ Հստակ հաշվարկներ։ Մի հատ մեծ թիմ ունենք, մի 15 հոգի, այդ որում շատ ժամանակ թիմի անդամներից գալու մասը ինձ գերազանցում են գիտելիքներով, ես իրենցից նաև սովորում եմ։ Հիմա նայեք, մոտավորապես
33 միլիարդի ծախս է դա, այս 33 միլիարդի պես պարագայում մենք գիտեք ինչ են գալիս այդ բարձրագույն ուսումի որ անվճար ենք դարձնում չսովորող մարդը իր համալսարանում տեղ չպիտի ունենա եւ համալսարանի դասավանդող դասախոսական կազմը չսովորողին չի պահելու որպեսզի չսովորողի փողը ենթադրի իրենց այդտեղ բանի այդ հիմնադրամի հաշիվների վրա որպես դասախոս որքան եմ ես համաձայն ձեզ այո որովհետեւ մենք այսպես լուսնես կամ այլ ընդհանրենք անդրոմեդաների չենք եկել մենք հստակ իրավիճակը պատկերացնում ենք եւ հիմա նայեք մենք մոտավորապես 3-4 տարվա ընթացքում այս խնդիրը լուծում ենք այս խնդիրը լուծելու հետ միասին մենք ինչ ենք լուծում նաեւ մենք լուծում ենք համերաշխության սոցիալական համերաշխության խնդիրը որտեվ ուսանողի ընտանիքը որը որ 550-ից 600,000 դրամ հատկացում ուսանողին այդ որ գալիս է նաև մարզերի սովորումը Երևանում, չէ, նա ազատվում է այս շրջանառու միջոցը տալու ընդհանրենք վատ ուսման այդ առաջին։ Երկրորդ, նա ազատվելու է դրա հետ կա հարակից նաև այլ ծրագիր՝ ուսանողական տարիք, ուսանողական տանիք։ Մենք պետք է կամպուսների, հանրակացարանների մեծ ցանց կառուցենք, ուսանողը չպիտի մտածի ընդհանրենք վարձը տամ, ոնց տամ, ծնողը ակադեմիական քաղաքի հետ կապ չունի։ Այդ ակադեմիական քաղաքի հետ կապ չունի, որովհետև եկեք համոզվեք, որ բոլոր խելացի մարդիկ արդեն իսկ իրենց համար տեղորոշեն, որ դա պարզապես ժամանակի ինչ-որ մի կորուստ է եւ դա որոշակի, գիտեք որ դա մարդկա չէ, որ ինչ-որ խանութ է բացում, չէ, այդ խանութում ընդհանրենք նույնիսկ դրա բանը չունենալով ասում են լավ, թող մի հատ պարֆումերիայի բաժին լինի, սննդի խանութ։ Հիմա այդ ակադեմիական քաղաքը այդ ընդհանրենք այն կաղամբի, կարտոֆիլի հետ ընդհանրենք մի դարակում, այսպես ասած, կեղծ պարֆումերիայի բանն է, process-ն է։ Բարձր է։ Շատ հետաքրքիր է, ես բայց ավարտելով այնուամենայնիվ կուզեի մի հարց տալ քաղաքականությունից։ Այո։ Ինչպես ընթանում ընտրարշավը, ինչպես են դասավորվում ձեր հարաբերությունները այլ ընդդիմադիրների հետ եւ մասնավորապես միասնության թևերի հետ, որոնց հետ դուք որոշակի ճանապարհ եք անցել։ Ես կարծում եմ, որ ինչպես է դասավորվում ընդդիմադիր, ընդհանրենք հատվածի փոխհարաբերությունները, ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը իր տեղորոշիչ գնահատականի համար։ Ես կարծում եմ, որ լավագույն գնահատականը դա հունիսի 8-ին ձևավորված պատկերն է։ Ես քավլեցի պարզապես լուրջ չեմ վերաբերում անձանց, ովքեր ասում են ես այսքան մարդ ունեմ։ Ես այնքան մարդ ունեմ։ Դու տողրել բեկը չես։ Դու ընդհանրենք Վասակ Մամիկոնյանը չես, դու բաց Սահարոնին չես, ինչ է նշանակում։ Այդ որ ասում են, այսքան մարդ ունեմ, այսքան մարդ կբերեմ, այսքան, այդ մանկական, իսկ ձեզ անկեղծ ասում, այդ ճորտատիրականի փոշի նստած, այդ փոխհարաբերությունների քաղաքականության մեջ, այդ փոխհարաբերությունների որոշակի ռեինկարնացիան ստիպում է կասկածել շատ մարդկանց քաղաքականության մեջ գտնվելու անհրաժեշտության եւ թույլատրել լինելու համար։ Ինչ վերաբերում է միասնության թևերի ընկերների հետ մեր փոխհարաբերությանը, փայլուն փոխհարաբերություն է, փայլուն։ Ես չէի պատկերացնում, որ այդ կառույցում բազմաթիվ ընկերներ ունեն, որ այդ կառույցում են, այդ դրանից զատ վերջին մի ամսվա ընթացքում այդ կառույցում հանդիպեցի էլի շատ մարդկանց, որոնց հետ հենց հիմա իրար գրում ենք, հանդիպում ենք, քննարկում ենք, խնդիրը գիտեք որտեղ է։ Մենք կանգնած ենք մի ճգնաժամի մեջ, միջև ծնկները մեր։ Եվ երկրի իշխանությունը կենտրոնացած է մի խաբեբայի ձեռքում։ Եվ այս իմաստով կլինի ընդհանրենք միասնության թևեր, վճռականության ոտքեր, ընդհանրենք արդարության բազուկներ, տարբերություն չկա։ Մենք բոլորս պետք է հիշենք նացիստական Գերմանիայի օրինակը։ Ասում եմ Հիտլերը միանգամից Հիտլեր չդարձավ։ Սկզբում նրանք եկան եկեղեցականների հետևից, կաթոլիկ միսիոներների հետևից։ Հետո եկան հрьяաների հետևից։ Հետո սոցիալիստների հետևից։ Հետո
Թելմանի եւ մնացած այդ խորթային գործականների հետ գնացին։ Եվ արդյունքում ստացվեց յուրաքանչյուրը փակվեց իր ենթադրիկ փոքրիկ այդ բնիկում, չէ, պայքարի դուրս չեկավ, չէ, եւ արդյունքում ունեցանք 33 թվականին այսպես շռնդալի կերպով մի կանցլեր դարձած, բայց ընդհանուր կես տարի հետո այս մարդկության համար աղետ դառած ինչ որ մեկի հետ աշխատանք։ Մի օրինակ եմ ուզում, քանի որ հասկանում ժամանակը քիչ է, պատկերացրեք մի օրինակ բերեմ հենց այդ նացիստական Գերմանիայից։ Ուրեմն Հիտլերը երբ որ կանցլեր է դառնում, մի կես տարի հետո Հիտլերին զեկուցում է, բա հարկային ծառայությունից մի պաշտոնակատար անց քեզ դատի է տվել։ Ասում է, ինչ է, ինչ խնդրեմ ինչի մեջ է։ Բարձր որ այդ իմ պայքարը Mein Kampf-ը որ կա, այդ գիրքը որ արգելված էր ժամանակին, այս Mein Kampf-ը որ նրանք հրատարակել են, նրանք սել են ծախել իրենց ընդհանրենք այդ նեոնացիստական կազմակերպության աջակիցների վրա 7 կարծեմ մարկ եղել գինը ու ծախել են կուսակցական գանձարան մուտք են արել, բայց հարկերը չեն վճարել։ Այս կլերկը հարկային, այս ծառայողը հայտնաբերել է, ասել է Հիտլեր չի ուզում Հիտլերի եսիմ ընդհանրենք ծանոթները լինեն։ Տվել է մի անգամից գործ է կազմել, տվել է դատարան, Հիտլերը կանչել է մարդուն, ասել է, գիտեք ինչ ասել է, դու Գերմանիայի իրական այսպես քաղաքացին ես, որովհետև ասում է, այս ամեն ինչ ուտենալը, որ Գերմանիայից ունեն բացարձակ իշխանություն, չէ՞, դու փաստորեն գերմանական արժեքները պահել ես քո աշխատավայրում։ Ես հիմա ինչ եմ ցանկանում դրանով ասել, նաև որ մեր յուրաքանչյուր անդիմադիր ընկեր, անդիմադիր քաղաքացի նույնիսկ մեզ ոչ ծանոթ։ Իր մեջ պետք է խիզախություն գտնի, իր մեջ պետք է ձևավորի մեր արժեքներին տեր կանգնելու հաստատակամություն եւ հունիսի 7-ին կատարի համապատասխան ընտրություն։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հայ ԱՔՎ միավորման վարչության անդամ Հրայր Կամետատյանի հետ։